Ողջույն բարեկամներ, հենց կմտածեք, որ ամեն ինչ լսել եք արդեն, ամեն ինչ լսել եք եւ ձեզ էլ ոչինչով հնարավոր չի զարմացնել, չմոռանաք, որ Փաշինյան Նիկոլը դեռ իշխանությանը եւ մենք ամեն ինչ չի որ տեսել ու լսել ենք։ Ու այդ ներքևի հատակի սանդղակն էլ դեռ պարզ չի որտեղ է։ Բարձվում է երկու մանկահասակ երեխաների մայր ստատուս է գրել, հոդվածի տակ գրել է, որ մոտավորապես սենց բան, տող ով Արցախը հանձնի, թող մատերը կտրվի, կարծում ես է գրել, սա կարդամ։ Ով փորձի հող հանձնել կամ նման փաստաթուղթ ստորագրել, նրա ոտքերն ու ձեռքերը ավելի լավ է կտրել։ Սենց մի հատ բան է գրել։ Առաջին այեմի տարածած հաղորդագրության հոդվածի տակ կոմենտ։ Երկու երեխաների մայր կոտայքից գաղթել են Երևան, տեղափոխվել են Երևան, որ աշխատանքի մոտիկ լինեն, եւ այդ կնոջը ձերբակալել են։ Եվ առաջին այեմը հաղորդագրություն է ներկայացնել դրա մասին, ու հատուկ քննչականը 34-ամյա Վերա Ասոյանի կանչել է քննչական կոմիտե։ Կնոջ ամուսինը Էդվարդ Նազարյանը Փաստինֆոյին պատմեց, որ նյութը վերաբերյալ հարցմանը մի խոսքով վերաբերվել է տարածքին հանձնելու այդ նյութը։ Կինս գրառում է կատարել, ով որ փորձի հող հանձնել կամ նման փաստաթուղթ ստորագրել, նրա ոտքերն ու ձեռքերը ավելի լավ է կտրել։ Լրատվամիջոցը այս հիման վրա այս հաղորդագրությունը ներկայացել ԱԱԾ խնդրել պարզել անձի ինքնությունը։ Այդ բան լրատվամիջոց ասած այդ առաջին այեմը, դա Արման Բաբաջանյանն է, Արման Վիժվացքի Բաբաջանյանը։ Հասկացաք, չի ով է Արման Բաբաջանյանը։ Արամ Սարգսյան 2 կամ Շիրինյան 3 կամ ասենք չգիտեմ Խզմալյան 4 կամ Հովսես Խուշուջյան 5 պատկերացնում եք հաղորդումը ներկայացել որ գտեք էդի տեսակով ալը ամուսինը կնոջս էջը fake չի իր էջն է սովորական քաղաքացի է որը կուսակցական կամ ընդդիմադիր գործիչի հետ էլ ընդհանրապես կապ չունենք ոչ մի բան հետ կապ չունեն նա պարզապես իր վրդովմունքն է արտահայտել փաստորեն Արման Բաբաջյանը շատ նեղվել է որ հողերը հանձնելու վերաբերյալ հոդվածի տակ սպառնացել են կարծիք են հայտնել որ ով այդպես բան անի ավելի լավ է ձեռքերն ու մատերը կտրեն Արման Բաբաջանյան էսա ընդամենը հիմա խոսքեր է բայց ով գիտի միտքս հասկացար ճիշտ է կանչել են նրանց վկա բայց մտահաղությունն է որ ցանկանում են նրա վրա քրեական գործ հարուցել հիմա սպասում ենք դատարանի որոշման որպեսզի խոսակցության թույլտվություն ստանան իբրև ուզում են հասկանալ թե ինքը ուրիշ էլ ինչի հետ կապ ունի ԱԱԾ-ն բան ու գործ չունի ընկել է ստատուս գրողի հետևից որ պարզի էլ ինչի հետ գործ ունի հետո 5 տարվա ազատազրկում է պահանջում 50-պատիկ աշխատավարձի չափով էլ տուգանք Դաման եմ ասում, երբ որ կմտածեք Փաշինյան Նիկոլի մասին դուք արդեն ամեն ինչ գիտեք կամ Արման Բաբաջանյանի չէ օրինակ ես օրինակ պետք է ասեմ որ նույնիսկ ես զարմացած եմ հիմա դուք ինչ եք պատրաստում 1,5 միլիոն մարդ օրական թաղում ու բանանում վերակենդանացնում թաղում վերակենդանացում Նիկոլ Փաշինյանին դուք բոլորին պիտի դատեք կամ այդ ով է այդ ինչ հոդվածով եք դատել մի հատ կարեք ցույց տաք այդ հոդվածը ինչա տերորիզմի հոդված ոնց որ ինձ վրա եք դրել ինչ հոդված այսինքն այդ ում է կարելի Հայաստանի Հանրապետության հողերը հանձնել որ դուք այդ դեմ բողոքողին էլ բան է հոդված եք ուզում իրականացնեք կամ քրեական գործ 5 տարի կամ 50-պատիկ տուգանք լավ է քննչական կոմիտեում ԱԱԾ-ում մարդ չկա աշխատում ես բիոլոգիական իմաստով չեմ հարցնում մարդ որ գնում է տուն չի ամաչում տուն մտնելուց չի ամաչում հարևանների դեմքին նայելուց չի ամաչում որ ասենք իշխանության համար է աշխատում չնայած եթե ամոթ ունենար վաղուց չէր աշխատի ինքս ասում եմ ինքս հետո հիշում եմ որպես բան չի կարող լինել դուք այս աստիճանի կարաք ստոր լինեք դուք օրական 1,5 միլիոն 2 միլիոն մարդ պետք է ձերբակալեք ուրեմն
1.5-2 միլիոն 1.5-2 միլիոն մարդ առնվազն ամեն քնելուց այդ երազանքով քնում, այդ երազանքով արթնանում է։ Ու զգուշ եղեք դա ձեզ էլ չհասնի։ Մյուս հայտարարակ բանը, որը կարելի ասել դրա շարունակությունն է։ Ավականու անդամի մեքենան վարել են։ Մեկին հոդված գտելու համար են 90-ական թվերը, էլի, մեքենա այրելու տարիներն է վերադարձ։ Ասում մեկին հոդված կոմենտ գտելու համար են ձերբակալում, մեկին էլ իրանց խնդիրների մասին թաղապետարանում են ծեծում, հետո գալի մեքենան են վառում։ Պատկերացնում եք Սարաստանը ինչ խարխուլ է, ինչքան վատ է սրանց իրավիճակը, որ հասել են այդտեղ։ Գնանք քիչ նայենք։ Այսօր լուսաբացին ուժգին պայթյունից արթնացել ու սեփական տան մոտ այրվող մեքենան են տեսել Երևանի ավականուն դիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն ու նրա կինը։ Երկրորդ հարգից տեսա, որ արդեն մեքենան հեսա կանգնած է, այն կողմից արդեն կրակ։ Նախ ես մի անգամից ասեմ, եթե Մայր Հայաստանից է, ես իրեն ընդդիմադիր չեմ համարում, բայց միևնույնն է, իր մեքենան վառել է։ 2-3 մետր վերև բարձրանում էր, էլ չհասցրեցին ոչ բան անել, մի անգամից մի դույլ ջուր են վերցրել, ես ներքև իջել, որ արդեն անեմ, բայց այդ պայթունից հարևաններն էին զարթել արդեն, շլանգով այսպես ասած, ընդեղից ինքը բերեց, չեն կարողանում մոտի գան, մի ձևի գցել ենք մեքենայի մեջ, որ այդ կրակը մարի։ Մեքենայի ներսում կրակի ու ծխի ճնշումից վերևի ապակին պայթել է։ Ըստ Ստեփանյանի հանցագործության հեղինակները մեքենան կրակի են տվել բենզինով։ Հենց ոստիկանությունը եկավ, դուռը բացեցինք, մենք պատուհանեցինք այդ ջուրը։ Դուռը բացեցինք, տեսանք, որ այնտեղ փայտի ձողի նման բան կա, վրան փաթաթած շոր, բենզինով։ Ես ասեմ, որ այս ձեռագիրածանոթ է։ Ես որ էսի լսեցի, մի անգամից սկսեցի նկարներս փոլփոնել, որովհետև նույն եղանակով, նույն ձև, երևի նույնիսկ նույն մարդիկ, որովհետև նույն տարածքն է Շինգավիթի շրջանն է, 2015 թվականի առավոտյա 4-ի կողմերն էլ իմ մեքենան են այրել։ Խնդրեմ, ու իմ հետ նաև հիմնադիր խորհրդանի 10 հոգու։ Նայեք այս փետը անիվի վրա։ Այս նույն փետն է, հենց բենզաբակի տակից էլ դրել են շորը բենզինով վառած։ Ու վառել են։ Ուղղակի ի տարբերություն, հետաքրքիր է եկուսնել Հոնդային։ Ի տարբերություն այս ընկերոջը, այդ պահին որ սկսել է վառվել, կողքից անցել է երթուղային տաքսի, գազել։ Հա, վարորդը տեսնելով, որ տենց բան է վառում, մոտը ինչ ջուր եղել է, խմելու ջուր, սկսել է հանգցնել ու ձայնային ազդանշաններ տա, մինչև ես զանգեցին, արթնացրեցին, բնականաբար ես երրորդ ակում չէի լսում։ Մի խոսքով իջա, տեսա, երևի տեսնում եք հետևին պարբերիսի վրա էլ, ապակու վրա էլ վերածա դուրս մեր գրպանից, այսպես մենք պայքարում ենք կարմիր գծերի եւ կամերաների դեմ։ Ուզում ասեմ, ես առաջին անգամ չի, Սերժիկ, նույն մարդիկ են, զգում ես, քո ժամանակվա արածա։ Քո ժամանակվա արածա։ 14 թիվ նոյեմբեր, որ նայեմ կասեմ, նոյեմբերի 26, հա, 2014 թիվ նոյեմբերի 26։ Սերժիկ, նույն ձեռագիրն է։ Գնացեք հարցեք Սերժիկին, ասա այն ժամանակ ով էր արել, ինքը կասի։ Իսկ այդ որ արդեն իրանք երևի շպրտել էին, մեջ բենզին են հետը լցրել, որովհետև մեքենայի մեջ կողքը ձախ կողմը արդեն լիքը բենզին կար։ Բարեբախտաբար հրդեհը հասցրել են շուտ մարել, թե չէ աղ է տեղ լինելու, ասում է Ստեփանյանը։ Կրակն իր 3 մանկահասակ երեխաների ննջարանի տակ էր։ Հենց մեքենայի վրայով գազատար խողովակ է անցնում։ Դրան Ինչ տարբերություն է պիղծերի համար։ Նույն վառողներն են, նույն մեթոդաբանությամբ։ Ուղղակի մի տարբերությամբ, որի մեքենայի վրա բենզին չեն լսել, մտածել են հեսա կվառվի տեղից, էսի բակը կտարակի, գազի բալոնն էլ ընդեղ, էլի գազատարները տես վրայով էր գնում, նույն ձեռագիրն է, իրանք սրբություն չունեն։ Իշխանությունը կոչվածը դա սրբությունից հեռու, ոնց ասեմ, որ մարդիկ երբի որ հասնում են իշխանության, իրանք մոռանում են ամեն ինչի մասին։ Ամեն ինչի մասին միակ բանը, որ իրանք ամեն օր անդադար հիշում են, դա ամեն ձևով իշխանություն պահելն է։ Բայց ես ասեմ, այդ ամեն ձևով իշխանություն պահելու ճանապարհին
այնքան հիմարություններ եք անում, մեղմ եմ ասում հիմարություն եք անում, էլի, որ նախ հնարավոր չի դրա արդյունքում երկար իշխանություն պահել, իսկ մյուս կողմից դա անպայման հետ է գալիս, հետ է գալու, առաջ։ Անդամը վստահ է հրկիզման պատվիրատուներին այս ամենը դուր չի գալիս։ Անցան կարմիր գծերը եկան հասան տուն արդեն, մտան տուն։ Արդեն Այո։ երեխաներն են ահաբեկում, իսկ ես իմ երեխաները 3 անչափահաս երեխաների ահաբեկվել է, կնոջս ահաբեկվել է, ոչ մեկին չի ներվելու, ոչ մեկին, ով ուզում է լինի։ Դա ահաբեկվել եմ, ես 24 ժամ ահաբեկում էին, էլի, այդ օրը ես տարածեցի հենց առավոտ 4-ին, գտեցի մարտահրավեր ընդունված է, երեխաներն էլ կարդացել են, ասում են, պապան դատապես է, երևի խելքի գցել է արդեն, հայրս էլ ասել տղա ջան, էսի նախազգուշացումը, հաջորդը դու ես, քեզ 24-ին ասեց, 22 շաբաթ հետո ինֆարկտից մնացավ, ասեց հաջորդը դու ես, քեզ է սպասում նույնը, մտածի ինչ ես անում, երեխեքներն բոլորն էլ ահաբեկված էին, որտեղ սրանք իշխանություն կոչվածները երբևէ ոչ մի բանի առաջ չեն կանգնել իրենց իշխանությունը պահելու համար ու չեն էլ կանգնելու այնպես որ այն մոլորությունը որ հանկարծ կարող է սրանք փոխվեն կարող է սրանց մեջ մարդ կա կարող է սրանցից ամեն ինչ չի հնարավոր սպասել դա ամենավտանգավոր միամտության ձևն է սրանք ընդունակ են ամեն ինչի սրանք արել են ամեն ինչ ու ամեն ձևով պահել են իշխանությանը որովհետև հակառակ տարբերակում իրանց են վառել մեղմ եմ ասում մեղմ որովհետև այնքան բան որ իրանք են արել ոնց են տարբերակից դուրս գալու դաման այսօր միտեղ որ կարդացի բանը ինձ բան են ուղարկել Facebook-յան էջ են ուղարկել ոնց որ մշակութային գործիչների միություն թե ինչ որ ժողով թե ինչ որ տես ես չգիտեմ լաց եմ թե ծիծաղ եմ Ես մոռացել եմ որ տենց ասպարեզ կա, մտածել եմ մոռացել եմ որ տենց շերտ կա։ Գիտեք, ասեմ ինչ եմ մոռացել։ Ես հասարակ մարդուց եմ որ ասեն, չգիտեմ, առօրյա հոգսերով, մեկը սրճարանում աշխատում, մեկը առևտուր անում, մեկը հողամշակում է։ Ոչ մի պահանջելու բան մեծաշով չունեմ։ Բայց այն մարդիկ, որ խոսելու իրավունք ունեն եւ հնարավորություն ունեն ու չեն իրականացնում այդ հնարավորությունը՝ ի պաշտպանություն այս երկրի մեր երկրի, մեր պետականության, իրենք իմ համար, ոչ թե այն հասարակ ժողովուրդը չեն, իրենք ավելի վատն են։ Ես որտեղ ակնկալիք չունեմ, ասենք երթուղային մեքենայի վարորդից։ Ինքը իր գործն անում, ես ակնկալիք չունեմ։ Իրան որ միկրոֆոնն էլ դեմ տաս, ինքը չի մանա ինչ ասի։ Բայց այն մարդիկ, որոնք ասելիք ունեն եւ նույնիսկ իրավունք ունեն խոսելու, նրանց լռությունը իմ համար հանցագործություն է։ Դա այդ էջը ոսես տեսա, ասեցի դերստուց։ Սես բան ունենք մենք։ Բա ուր եք դուք։ Ինչին եք սպասում դուք։ Այս հոդվածի մեջ, այս ելույթի մեջ ամենաբանը զավեշտալի լսեք ես Անընդունելի է համարում քաղաքական ձևակերպումը։ Եթե ասեին օրինակ Քաղաքական ու քաղաքային գործունեությունը պետք է տարանջատել։ Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լևոն Լևոնյանը անընդունելի է համարում Լսեցիք, քաղաքական եւ քաղաքային գործունեությունը պետք է տարանջատել։ Հասու դες գործունեություն տարանջատում կա, քաղաքային գործունեություն բան կա, տարանջատում կա, ու դրա մասին մեզ հուշում է ԿՊ-ական Ինչու հերթական ուսապարք, լսենք ինչ ասում։ Քաղաքական ձևակերպումը։ Եթե ասեին օրինակ քաղաքական հաշվետվության դեպք պատահեր Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչյանի, լավ գուցե Էդգար Ղազարյանի հետ, ես կասեի, որ դա քաղաքական ինչ-որ միտում կամ մոտիվ ունի, որովհետև մարդիկ զբաղվում են քաղաքականությամբ եւ ասեն Լուրջ ես ասում, այ դեբիլ։ Այ անվորակ Սակված ուսապարք, լուրջ ես ասում, Լևոն Քոչյանը քաղաքական գործունեությամբ զբաղվում, այստեղ են ոչ։ Լևոն Քոչյանը քաղաքական գործիչ չէ, այստեղ են ոչ։ Ու այսպես դեբիլներն են իշխանության դրա համար էլ Հայաստանում որ Անդրեև է գալի ջրհեղեղի տպավորություն է տողում, ոնց որ բանը նոյը արդեն իր նավը շինել է ու ելել է բան։ Արարատ։ Գիտեք ինչի, որովհետև սրանք են Այս ուղեղով, իհարկե կնայի որ ուղեղը ասում, այս ուղեղի բացակայությունով
Այս բիոթափոններն են երկրի ղեկերի նստած ու ասում են պետք է տանջել քաղաքային գործունեություն։ Քաղաքային, այ կրթվել ուսման բանա մոդայիկա։ Տարեք կրթեք բայց եզերին։ Տարեք այս թափոններին կրթեք։ Ասա չգիտես ձենդ կտի վերանգի տեղը։ Այ ես նորից եմ ասում էլի, ես այդ էլի բան ես լրողների վրա եմ նեղանում։ Ազնիվ խոսք եմ ասում։ Տգետը չի, որ մեղավորը, որ իր ձենը ավելի բարձր է լսվում։ Դրան չհակադարձողներն են մեղավոր։ Այն որ մեկը ձեզ վերևից այս ինչ մակարդակ, այս ինչ որակա խոսում է, այ դրանք ինձ ամենաշատն են բարկացնում։ Բայց այդ բանի գործի անուն ինչ է, ում վրա եք մունատ գալ։ Դուք պատկերացրեք մի հատ ծնող իր երեխեքի վրա մունատ գա, ասի դուք անդասիրակ եք։ Երեխան որ բան էլի մի քիչ հասունանալի պետք նայի դեմքին ասի դե լսում եմ քաշի ես։ Բա դու ուր էիր։ Ոնց եմ ասում, այս թափոնները չեն մեղավոր, որ իրանք խոսում են։ Այն չգիտեմ ինչի դիմաց լրողները, որ իրանք սենյակներից դուրս չեն գալի։ Նայեք իմ համար ասենց հավասարվում է 0 - 0 0 0 0 որովհետև ձեր լրության հետևանքը սա է անկերներ։ Ձեր լրության հետևանքը սա է։ Ու արդեն իմ համար ընդհանրապես էական չէ մոտիվացիան որն է այդ լրելու։ Աշխատավարձը կարիերան, թե հոգնած եք գործից եկել, հետո հավես չկա ոչ իմանալեմ։ Չէ դուք ինքներդ որոշել եք, որ մեկը ձեզ լսող չկա։ Դուք խոսացեք ոչ թող ձեզ չլսեն։ 10 հոգի կլսի, 5 հոգի կլսի, այդ 5-ը կդառնա 50։ Որտեղ դուք չեք խոսում, սրանց ձենն ամեն օր։ Հստակ ինչ-որ գիծ ունեն քաղաքական, հա, միութենական մասով են ինչ-որ գիծ տանում, քաղաքականություններ են մշակում, բայց քաղաքային գործընթացները և պրոցեսները տանել և քաղաքական դաշտում ներկայացնել, կարծում եմ դա առնվազն անընդունելի է։ Ինչ հաշվեհարդարին է վերաբերում, դա մեր ձեռագիրը չէ, պնդում է քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը։ Քաղաքական հաշվեհարդարների դարաշրջանը դա Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին բնորոշ դարաշրջանն է եւ մեղադրել ԿՊ-ին նման գործերի մեջ դա անընդունելի է եւ անազնիվ է եւ ԿՊ-ն պաշտոնապես հայտարարում եմ որևիցե մեկի հետ երբևիցե ԿՊ-ն այդպես բաներ չի անում, միանգամից անում սպանում է։ Այն մարդը ինչ քաղաքական հաշվեհարդարն ինչ մեքենան վարել չկա ասում։ Մանր բաների հետևից չեն գնում։ ԿՊ-ն ուղղակի լցնում ավտոբուսները, զորակոչանում, տանում է սպանելու։ Ինչ քաղաքական հաշվեհարդար, ինչ բան։ Ուղղակի հիմա որ պատերազմական իրավիճակ չի։ Այս տղեկի անդադ խոսանն իրancs ներվայնացնում է, անցել են հին ու բարի մեթոդների։ Ընդ որում հետաքրքիր է, չէ, որ խոսում են Ռոբերտ Քոչարյանենկո մասին, որ հաշվեհարդար ասելու մասին պետք է հիշենք քեզ, դու ստուդուկի նման դրծառայում ես իրանց։ Իմիջիալոց։ Այն մարդիկ, որոնք փորձում են ինձանից Ռոբերտ Քոչարյանին պաշտպանել։ Ձեզ չեք խնայում հեչ։ Ձեզ չեք խնայում հեչ։ Դուք լուրջ մտածում եք, որ ինձանից հնարավոր է Ռոբերտ Քոչարյանին պաշտպանել։ Կամ դուք լուրջ մտածում եք, որ դուք պիտի Ռոբերտ Քոչարյանին պաշտպանեք, բայց չեք Փաշինյան Նիկոլից բողոքում։ Ով իրավունք ունի Փաշինյան Նիկոլից բողոքել, եթե պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին։ Մեկը որ նույնիսկ իմպիչմենտի գործընթաց չի ուզում սկսի նրա նկատմամբ։ Հա՞։ Ոնց։ Եվ ապագայում էլ չի դիմում նման ձեռագրի։ Ավագանու իշխանական խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը առավոտյան, երբ ընդդիմադրի մեքենայի հրկիզման մասին հայտնի դարձավ, սոցցանցի էջում դատապարտեց հրկիզման դեպքը, գրեց. քաղաքական տարաձայնություններից անկախ նման արարքներն անթույլատրելի են եւ պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա։ Պայմանավորված այդ համոզմունքն ունեմ Գևորգի քաղաքական գործունեությամբ։ Մայր Հայաստան խմբակցությունից Մեսրոպ Մանուկյանը կասկած չունի այս ամենը կապ ունի Ստեփանյանի քաղաքական գործունեության հետ եւ Հայաստանում ոչինչ բան չկա, որ կապ չունենա մարդու գործունեության հետ։ Բայց այդպես բան չի կարող լինել, եթե մեկ ասի տես բան կա, կասեմ դու Հայաստանում չես ապրել, կամ դու չգիտես Հայաստանի մասին։ Հիմա լսենք ինչ ասում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը։ Ինչպես է արտահայտում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ձեր անվստահությունը։ Մեր ամենօրյա աշխատանքով մենք նրանց ներկայացրած ծրագրերի նկատմամբ վերաբերմունքով նրանց գործած հայտարարությունների, գործողությունների, պայմանագրերի, բանավոր եւ գրավոր բանակցությունների շուրջ հաղորդագրությունների մասին մենք ամեն օր ամեն ձևով արտահայտում ենք բնականաբար, չհաշվենք նաեւ որ փողոցային այդ 3 տարիների անդադ շարժումները եւ այլն։
Վերջ իրանք ամեն ինչ արել են։ Ամեն ինչ արել են, վերջ։ Իրանք պարապ նստած չեն, իրանք իրենց բողոք եւ անհամաձայնությունը հայտնում են։ Այդքանով իրանք գործունեությունը վերջանում է։ Հասկացաք ժողովուրդ ջան։ Ավել բան մի ուզեք, այս մարդիկ պատրաստ չեն։ 3 տարի փողոցում են արել։ 3 տարի փողոցում, ասկեն հենց մի բան հասունացել է մարդիկ դուրս են եկել փողոց, մի անգամից Ռոբերտ Քոչյանը հայտնվել անդե, որ բոլորը գնան տուն։ Փողոցում են եղել։ Դա լինի Բագրատ գետադարձի ձևով, հա, դա լինի ինչ որ այլ ակցիաների ձևով, այսօր մի բան կուտակվում էր Ռոբերտ Քոչյանը դեռ գալիս, 2 ժամի մարշեր մնում դեռ։ Վերջ իրանք ամեն ինչ անել են։ Թվում է դա մի մեծ շարան է շարքերի, արտահայտման այդ միջոցները, որ մենք օգտագործել ենք, օգտագործում ենք, օգտագործելու ենք եւ ավելացնելու ենք այդ գործիքները իրենց նկատմամբ մեր վերաբերմունքը ցույց տալու առումով։ Այդ վերաբերմունքը բայց չի հանգեցնում Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, հետեւաբար անլուրջ չի։ Տեսեք, շատ լավ ձևակերպում տվեցիք, բանալի բառը չի հանգեցնում, հետևաբար անլուրջ է եւ ես համոզված եմ, որ դուք դրանով ուզում եք տանել, հա, այո, impeachment-ը նույնպես չի հանգեցնելու եւ անլուրջ է, բայց դուք բանալի բառը մեր պատասխանների մոռանում եք կամ դիտավորյալ չեք օգտագործում այս պահին, քանի դեռ այդ գործիքը օգտագործելը հաշվարկված արդյունքի չի բերելու, այս պահին օգտագործելը սխալ է, ոչ մեկ չի բերելու արդյունքի, հաշվարկված արդյունքի չի բերելու։ Դամանելի անլուրջ է, իրանք չեն անելու։ Ես ուզում եմ այս տիկնոջը եւ մնացած բոլոր տիկիներին եւ պարոններին հիշեցնել, որ ընդամենը 4-5 տարի առաջ հիշեմ մոտավորապես երբ է Թրամփի նկատմամբ ինչ մետի գործընթաց սկսեց կոնգրեսում Թրամփը։ Ու Թրամփը ինչ-որ մի բան միջև չէր անում։ Հա, Ուկրաինային կարծեմ օգնության փաթեթ պետք է ստորագրել, ինչ ժամանակ չէր ստորագրում։ Գիտեք ինչ արեց։ Կոնգրեսը դեմ տվեց, ասեց, այս փաթեթը պետք է ստորագրես կամ impeachment-ը պետք է բանի մեջ, process-ի մեջ։ Սկսում ենք։ Թրամփն ասեց, բերեք, արդեն ընդունվել էր, բայց կոնգրեսը չհաստատեց։ Կոնգրեսը ուրիշ թուղթ տվեց, ասեց, այս ստորագրի, թե չէ, թռնում ես դուրս։ Հա, impeachment չեղավ Թրամփի նկատմամբ, բայց այն ինչ որ պետք է աներ, Թրամփը արեց։ Հասկանու եք, տիկնակ եւ պարոններ։ Եթե դուք ձև եք տալի, որ դուք քաղաքական գործիչ եք եւ լուրջ բանով եք զբաղված եւ ուզում եք մարդիկ ձեզ չհայոյեն, հա, տանով երեխեքով բան, դա հաճա չէ ամեն ինչը լսել։ Ձեզ մի քիչ լուրջ պահեք։ Մարդկանց, միլիոնից ավել մարդկանց ապուշի մի տեղ մի դրեք, որ այ եթե անեն չստացվի, դա շատ անլուրջ է լինում։ Ասում է, եթե անեն չստացվի, այ դա անլուրջ է։ Բանալի բառը անլուրջ է։ Իրանց ընդեղ լինելը Նիկոլը ինչ ասես, ասի իրենց, ինչում ասես մեղադրի իրենց, ինչ ուզենանի, դա անլուրջ չի, բայց process սկսել դրա դեմ, դա անլուրջ է։ Որովհետև հիմք չեն տեսնում դրան։ Հիմք։ Մարդը հայտարարում է Արցախը տվել եմ, որովհետև 2018-ից դեռ որոշել է, որ պետք է տամ։ Պաշտպանության նախարարը ասում է, հիմք չեմ տեսնում ես իրան հեռացնելու համար։ Այս է անլուրջ։ Այսինքն դուք հասկանում եք, այդ impeachment-ի գործիքը, երբ որ դուք արդեն դիմումը մուտքագրեցիք, ունեք ընդամենը 72 ժամ, հասկանում եք, ֆիքսված 72 ժամ։ Սա է գլխավոր խնդիրը։ Դուք կարևոր շեշտադրում արեցիք, երբ որ դիմումը մուտքագրեցիք, բայց դիմում մուտքագրելու մասին խոսք չկա, դեռ գործընթաց սկսելու մասին է խոսքը։ Գործընթաց սկսել ստորագրահավաքն է դա։ Հասկանում եք ստորագրահավաք։ Շնորհակալություն ես հարցը տվողին, խելացի բան է, ասում եմ, լավ բառ ասեցի։ Սկսի process-ը, երբ որ ամեն ինչ կունենաս վստահ, process սկսի։ Եթե մի քիչ քեզ ավելի ուժեղ կզգաս, նոր մուտքագրի, որ 72 ժամվա մեջ հասցնես այն ինչ որ պետք է հասցնես։ Իրաք նույնիսկ այդ process-ը չեն ուզում սկսեն։ Ինչի մասին է խոսքը։ Գրահավաքից հետո դա պետք է մուտքագրվի, impeachment-ը դա հստակ սահմանված գործիք է, սահմանադրական։ Շատ կարևոր գործիք է վարչապետին անվստահություն հայտնելու, բայց ինքը ունի հստակ ընթացակարգ եւ հստակ ժամանակով սահմանված ընթացակարգ։ Կամ Հայաստան դաշնքից պատգամավորներ, որոնք չեն միանում բուն գործընթացի, սա է։ Ուրեմն, եթե դուք չեք ընթերցել, խորհուրդ կտամ ընթերցեք Հայաստան խմբակցության հայտարարությունը։ Մենք լսել ենք ձեր անդամների հայտարարությունը, մենք ամեն ինչ լսել ենք, իրանք ուղղակի չվախենում են այդ բառից, վախենում, ասում մենք հիմք չենք տեսնում, կամ ցույց տվեք մեզ այդ դավաճաններին, մենք սկսենք process։ Դա չի ձեր հայտարարությունը։ Ես ասեմ ձեր հայտարարությունը,
Խնդրում։ Ֆրակցիան նույնիսկ նիստ է այս հրեշներ մասնակցել է։ Դա մասին ոչ մի հայտարարություն չէր, բայց հա ուշագրավ է մի քանի ժամանոց նիստից հետո հաղորդագրություն չեն տարածել։ Խմբակցությունից վստահեցին, որ ընդամենը ընթացիկ հավաք է եղել եւ երկրորդ նախագահը պարբերաբար ներկայ է գտնվում։ Ֆրանսիայի նիստերի նախորդային հավաքներ խորհրդարանական հերթական նիստերից առաջ քննարկել են խմբակցության մարտավարությունը, անելիքները։ Մեզ ասացին, որ խմբակցությունը որոշել է ավելի ռադիկալ դիրքավորվել։ Իսկ ինչպես է արձագանքելու ձեր ուղղված իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկին, մեր հարցին այսպես արձագանքեցին։ Այնպես, ինչպես հրապարակային ենք հայտարարել։ Եթե նախաձեռնողը կներկայացնեն մի 10-15 պատգամ ստորագրություն, հա, կարողանան փողոցում մարդ հավաքել, այն ժամանակ մենք կընդունենք իշխանությունը, կընդունենք, ասած Սերժիկ Սարգսյանի, հասկացաք, հավաքելը ասել է հանկարծ ոչ մի քայլ հետ, դավաճանեք, թուկումուտ կերեք, թող հայոյեն ձեզ, բայց հանկարծ պրոցեսին չմիանաք, նույնիսկ Աղազարյան Հովիկն է պատրաստ միանալ, ասում է քննարկում ենք 4 տեխնացուի անուն, հա, պատրաստ ենք, բացի Սերժիկից, Ռոբիկից, ով ինչ ուզում է լինի, պատրաստ ենք 4 բանի հետ, նույնիսկ 4 տեխնացուի բան կա, անուն կա, իստեղ ամենահետաքրքիրը էլի հերթական քայլն է, հանրապետականը պատրաստ է նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի տեխնացություն առաջարկել բանի համար, որպես վարչապետ։ Եվ հետաքրքիր է։ Քոչարյանականներին ասում է պատրաստ են նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի տեխնացություն տալ։ Միանալու եք վարչապետին գցելու process-ին, թե չէ։ Հիմա էլ պետք է ասեն չէ։ Մեր պետք է ասեն չէ, Ռոբերտ Քոչարյանը լավ վարչապետ չի կարա լինի, որտեղ հիվանդ է։ Չգիտեմ, էլի երևի հաճախամիզություն ունի, ինքը չի կարա լավ վարչապետ լինի։ Մի բան կմտածեն էլի, այս պատահական բան է ասել։ Այսքան սաղ նստել են, սենց, նայեք է։ Իրանք խնդիր չունեն, տրամադրությունները լավ, տեղները տաք, հանգիստ, դաշնակներով, բաներով, իրանց համար նստած, իրանք այնտեղ խնդիր չունեն։ Իրանք համարում են իրաց գործը ավարտված, երբ որ ասում են Նիկոլ Փաշինյան, բանը, ես ինչ ես անում, լավ բան չես արել։ Բայց ընդերից էլ գալի ասում են, ով խոսա, դու մի խոսա, դու հանցագործես, դու մարդասպանես, դու երկիրը թալանես, բանակը թալանես, շիշեն շպրտում իրար վրա, ինչ ասես ասում են, վերջի խոսքերով։ Իրանք դա են պատկերացնում, լուրջ է իրանց պատկերացումը, հենց դա է, լուրջ քաղաքական պայքարն իրանց տանում, ու դրանից ավել իրանց թույլ տված չի։ Դե հիմա Սերժիկն էլ ասում է, Ռոբերտի տեխնացությունը առաջարկում որպես վարչապետ, միանում եք, թե չեք միանում։ Ասում են այսօր էսի գնացել է իր տեղը, այցելել է հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։ Հասկանում եմ իր տեղը ընդեղա, գնացել է տեսնի ինչ պայմաններում է կենտրոնը, հա, որ ինքը ինչ կարգի բերի մի քիչ, հետագայում մտե տարիների մնացած մասը, կյանքի մնացած մասը անցկացնելու համար։ Ճիշտ ես անում Փաշինյան Նիկոլ, քեզ լավ տեղ վերցրա, դե լավ տեղն էլ իհարկե հարաբերական է, մի քիչ հարմար տեղ գտի տեղ, տեղ են փակելու։ Հետի դա լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում ասել եմ, ես իմ առաջարկությունը էլի պնդում եմ, Արծվիկ Պոչամբարի բանում, մեջը, մի հատ արհեստական կղզի է սարքում, ձեզ բոլորիդ ուղարկում են ընդեղ, բոլորիդ Wi-Fi-ով, հեռուստացույցով, iPhone-ներով, բան, բայց այդ կղզու վրա եք ապրում ու տեսնում եք իրար, ոնց եք ժամանակի հետ ընթացքում, դուք մուտացվում, դուք բոլորդ իրար մուտացնել, որովհետև այս թույնը չէ Գորոշյանում, Արծվիկ Պոչամբարի թույները, դուք պետք է շնչեք սաղը, ու դուք իրար աչքի առաջ պետք է տեսնեք, դուք ոնց եք մուտացվում, հետո սեք իրար կոկորդատ է կրծել, որ դու էր մեղավոր, որ ես հայտնվեցին դե, այ եթե դու սա չաներ, ես ես ոստեր չէ լինի, այ հիշում ես, որ կեր ասում է, արա, մի տալ երեխեքին սպանելու, հա, այս է, իհարկե դուք դե երկար չեք դիմանա, իրար կուտեք կվերջանա, բայց ժողովուրդը դե այդ կապ չունենա, ձերքերը չի կեղտոտի ձեր վրա։ Եվ այսպես է, ամեն ինչ տեղներ, սրանք էլ բանով եկան, շոքենալով։ Ուրեմն Կովկասի մահմեդականների առաջնորդը և Կիգինը մեղադրել են հայ առաքելական եկեղեցուն,
ռևանշիզմի մեջ։ Ընդունիր Գարեգին քո լռության գինը, հեսա ինձ թվում է, որ եսի կուլտաս, քեզ մի հատ էլ են մեդալ տալու դրան իմաց։ Ուրեմն մահմեդականները, Կովկասի եւ Կիրիլը, ռուս Կիրիլը, մեղադրում հայ առաքելական եկեղեցին, որ ինքը բերանա ջուր առած 5 տարի է սուս նայում է, թե ամբողջ հայկական վանական համալիրներն ու եկեղեցիները ոնց են ավիրում Արցախում։ Քեզ քիչ է Գարեգին, քեզ քիչ է, քեզ շատ ուրիշ բաների մեջ էլ կարելի է մեղադրել, ես ուղղակի այս ապուշների ուղիղը չի հասնում, էլի։ Չի հասնում, որ քեզ կարելի է ավելի բաների մեջ մեծ մեղադրել, իրոք հանցանքների մեջ, էլի, թե քեզանից ինչ ռևանշիստ։ Եթե դու ռևանշիստ ես, ես էլ ուրեմն տիեզերա գնացել։ Բայց դու հասկանում ես, չէ՞, որ Կիրիլի համար դու ոչ մի բան ես, ինչ ուզենա քեզ կասեն։ Նույնն էլ այդ մահմեդականների առաջնորդի համար։ Այնպես որ հարգելի ռուսապաշտներ, հարգելի ինտերնացիոնալներ, որ ասում եք Թուրքիայի հետ լավ կապրենք, իմացեք, նույնիսկ Գարեգինի նման ոչ մեկը, որ ընդհանրապես մի հատ բողոքի ձայն, ոչ Փաշինյան Նիկոլի նկատմամբ, ոչ ցեղասպան Ալիևի, ոչ Հռոմի պապի, ոչ է նույնիսկ էստականքի, որ վերցել է ցեղասպանին բանը, Սուրբ Օլգայի բանա տալիս, շքանշանա տալիս, հա, պղծելով ընդհանրապես քրիստոնեական արժեքները, ասում են։ Իդա լռության դիմաց հիմա էլ ասում են, այս որ լուր ես Գարեգին, քիչ ամես, դու նաև ռևանշիստ սրիկա ես։ Պիտի լսես Գարեգին, այտենց է, շախմատի օրենքն ասում, ձեռս թեպի պիտի խաղաս։ Մի հատ հին հայկական խոսք ասում է, երբ որ բանը կռացած կանգնել ես, մի զարմացի, որ մեկը է դիրքիցդ օգտվում։ Այնպես որ շնորհավորում եմ Գարեգին, ճանաչեք։ Ես մյուս թշվառը Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստներից մեկը նեղված է, իրավապահ համակարգը շարունակում է խրախուսել հանցավոր վարքը։ Օլալա, ինչ ասում է, ասում է 1 տարի է անցել արդեն 2024 թվականի մայիսի 6-ին Երևանի ժամանցային ակումբներից մեկում իրեն նվաստացրել են, ստորացրել են եւ առ այսօր պատասխանատուներ չկա։ Ինքը հիասթափված է։ Ժիրայր Ոսկանյանը հիասթափված է ժողովում։ Իրա 1 տարի առաջ նվաստացրել են, ստորացրել են։ Ոստիկանությունը մատը չի տալի մեկին պատժելու համար։ Ոյաման, ժիրայր, ո՞նց ես դիմանում այդ հարվածին, տղա ջան։ Բայց ոչինչ, Նիկոլը կապ չունի սրա հետ։ Դու շարունակի Նիկոլին գոռալ, հետո մի օր քեզ պատժես կամ մի հարմար տեղ։ Չգիտեմ, կարող է բախտդ բերի մի բան էլ անեն, բախտդ բերի։ Էլի Նիկոլը կապ չի ունենալու, դու շարունակի Նիկոլին գոռալ։ Սաղ այդ բաներն են, հններն են, դες գիտես, չէ՞, նախկիններինն է, իրավապահ համակարգներն են նախկինը։ Նիկոլը կապ չունի, վայելի Նիկոլիտ, վայելի, բա ինչ պետք է անեիր։ Բա կարող ես սպանված երեխեքից թանգես դու արա։ Նկարիչ։ Այ, եթե մեկը մտածում եմ, որ ես չափազանցնում եմ սրա խոսքերը, ուղղակի վերեց Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հիմքեր առկա չեն, սա ասում է Հայաստանի նախկին պաշտպանության նախարարը։ Բա ինքը չի լսել ոնց է Նիկոլը հենց իրենց պոդիումից ասում, հենց իրենց ամբիոնից ասում, որ այդ հողերը, որ ասում են տվել են, դա ինչ է, ուր անդե հող։ Օգուտ չի բերում, փող չի տալիս։ Ու դա Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար հիմք չի։ Պատկերացնեք մարդու համար, որը պատասխանատու է եղել ամբողջ Հայաստանի տարածքային ամբողջականության համար։ Նիկոլը ասում է տվել են, որտեղ փող չկա, քյար չկա այնտեղ։ Այսինքն ամեն ինչին տենց էլ կարելի ասել են։ Քեզ էլ կարող է վաղը հանձնի ադրբեջանցիներին, որտեղ քո գոյությունից իր համար եկամուտ չկա։ Ու դրանից հետո էլ քո գերանից հաջորդ եկածը պետք է ասի, դա էլ հիմք չի իրան իմպիչմենտ հայտնելու համար։ Այնպես որ քոչարյանականներ, դուք կարող եք ինչից ուզեք խոսալ։ Ինչից ուզում եք, նույնիսկ գրավիտացիայից խոսալ, որ այսօր մթնոլորտային շունչ բանը, սյան ճնշումը շատ է ձեր վրա եւ դուք ձեզ ճնշված եք, զգում դա մը չեք կարող սկսել այդ իմպիչմենտի process-ը։ Ինչից ուզեք կարող եք խոսալ, բայց փաստը այլ բան են ասում։
փաստերը, ձեր մոտիվացիան, որ դուք նույն Նիկոլն եք բոլորդ։ Եվ այն մարդիկ, որոնք փորձեն ինձանից էլի պաշտպանել, բանի, ես Քոչանյան Ռոբերտին ուղղակի ես իհարկե չեմ վիճելու։ Պետք է ասեմ ուղղակի դուք նույն Նիկոլն եք, որտեղ եթե դուք Նիկոլին Նիկոլից բողոքում եք, բայց Նիկոլին պահողին պաշտպանում եք, նշանակում ես ամեն ինչը տրամաբանության մեջ է, դուք արժանի եք նրան, ինչ որ կամի բողոքեք, թող բողոքեն են մարդիկ, որ ամեն ինչ արել են, որ սենց չլինի։ Գանք Հայաստանի ներկայացուցիչներին։ Ուրեմն Արամ Սարգսյանը այսպիսի մի քիչ հումոր է, թեթևացնենք, բանը, հայտարարություն է տարածել, որ սիրելի երևանցիներ, անձներների պատճառով այս օրերին մեծանում է ասֆալտի շինությունների վնասման, ակտիվիստների կողմից անորակ գործ անելը ֆիքսելու, թաղապետների բորբոքելու եւ խմբակային ծեծ ուտելու ռիսկը։ Այդ առիթով հանրապետություն կուսակցությունը խստիվ դատապարտում է Ռուսաստանի նավթի արդյունաբերման CO2 արտանետումների ավելացման գլոբալ տաքացման անձևի որպես հետևանք ՀՀ իշխանության դեմ դիվերսիայի համար։ Մենք Երևանը ռուսահապատակների չենք զիջելու։ Լրիվ տրամաբանության մեջ է, ես ասեմ ավելին, ասում են Պուտինն է հրահրել այս անձևները, այնչ որ գիտեք, չէ, հատուկ զենք կա, պայթացնում են Հայաստանում անձևներ է գալիս առատությամբ եւ Մոսկվայի դեսպանատուններ հատ ինչքան ջրատար կա, մտել է բոլորը սխացանել է, որ իշխանություններին վարկաբեկի։ Մեկ էլ համոռացա ասի, Արամ Սարգսյանի կուսակցությանը, բազմայինքը կուսակցությունն իմիջը խորտակի այդ հավաքված ջրի մեջ։ Արդեն ոչ իման ծիծաղելի չէ, արդեն սովորում ենք քիչ ամեն ինչին։ Եթե սա հնարավոր է հիմա ինչ-որ ցույց եմ տալի, ուրեմն ամեն ինչ հնարավոր է շուտ։ Եվ այսպես։ Տեսնում եք այս քաջարի տղեկին։ Էսի հզոր հաղթած տղեկն են, Յաշմա ջոկատնա։ Յաշման է էսի, այսինքն այն ինչը մնացել է Յաշմայից։ Ոնց մեր 18 տարեկան երեխեքը սատկացնում էին Արցախի ճակատում։ Սատկացնում ու լսում են այդ ձորերը, էս Յաշմային։ Նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց գեներալները իրենց դավաճանում էին, զենք չէին տալի, պաշտպանական միջոցներ չունեին, խիղճ երեխեքը, ոչ մի չունեին։ Բայց իրանք ինչ որ ունեին, մեր 18 տարեկան երեխեքը, այս եզերին տեսնում եք այս տալով, ապարտ ուժեղ տղեկ են, որ դեմերը մարդ չկա, դեմքները մարդ չկա։ Ոնց որ մեր ոստիկանները էլի։ Հա։ Առյուծ են ճղում իրանք, բայց սրանց հարյուրներով, հազարներով սատկացրել են, լցել են ձորերը։ Վերջի անգամ մեկ օրվա մեջ սրանցից քանի հարյուրոք են արցախցիները փռել մի օրվա մեջ։ Տարբեր թվերով ասում են 500-ից մինչև 1500 հոգի։ Մի օրվա մեջ առանց կռիվ տալու, առանց զինված լինելու, նույնիսկ կառավարությունը որ զենքերներ էր հավաքել, զենքեր չէր տալի, այն տարածքներում որտեղ որ պաշտպանվել են, ունեցել են սեփական զենք։ Հա, որտեղ որ պաշտպանվել են։ Էլի սրանցից աչքիկով թափած է եղել։ Բայց այսօր տղեկը հպարտ Մոսկվայում որպես Ռուսաստանի մեծագույն դաշնակից իրանք սենց քայլում են։ Չի վաղն պիտի գնա իրանց պատիվ տա, այդ երկիրը այդպես բաներ սիրում է, սենց բաների մեջ սիրում է, էլի բերի օտար երկրա զինվորներին քայլացնի։ Ես ես հիշացնեմ 41 թվականի մայիսի 1-ին ֆաշիստներն էին նույն տեղով գնում, հետաքրքիր է, չէ՞։ 41 թվականի միջև պատերազմից ամսու կես առաջ ֆաշիստներն էին այ բանի հետ, ռուսների հետ, նույն հրապարակում, այսօր մյուս ֆաշիստներն են, ադրբեջանցիներն են, բայց ամեն ինչ շուտով փոխվելու է, որովհետև բոլոր հիմքերը դրա համար կա, հիմա ես կասեմ։ Ուրեմն պատերազմի ընթացքում, ես էլ ասեմ, թիվ է էլի, սիրում եմ թվեր, ուրեմն սովետական միությունը գնդակահարել է 157,593 գնդակահարել է, զինվորական եւ սպա 10 դիվիզիա հենց բանենա սովետն է ինքը իրան խփել։ Հենց իրանք են խփել։
Ուրեմն ամերիկան դատապարտել է տրիբունալով այդ ամբողջ ընթացքում 146 հոգի։ Տեսեք 157,000 ու 146 հոգի։ Բրիտանիան 40 հոգի։ Բա ինչ, բա ուզում եք այս երկրում ադրբեջանական զորքեր իրենց համար չքայլեին հապարտ։ Հեսա կասեմ ինչա լինել։ Եվ այսպես։ Այս շիզոֆրենիկը, բանա, ուզում է միջև ամսի 9, որ անպայման Դնեպրոպետրովսկը վերցնեն ռուսական զորքերը։ Աշկիս առաջ եկավ էլի նույն մարդը, որ կրակում է բոլորի համար, այս անգամ Ժուկովի դեմքով։ Ժուկով ամենամեծ բանը, մսացու են, նիսնիկ, մսագործ, էդի Ժուկովն էր, չէ։ Ժուկովը, որ է գնում էր, հարազավոր դիակներ էր մնում դեր սովետական զորքերից։ Բայց հիմա Պուտինի սիրտը Դնեպրոպետրովսկա ուզում նվեր որպես մայիսի 9-ի կապակցության։ Եվ այսպես հիմա հասնենք ամենակարևորին։ Նետանյահուն արգելել է թուրքական ավիաուղիներին ցանկացած ձևով Սիրիայի տարածքի վրա պատտվել, Երևան, որոշել է խփի։ Տեսեք ինչ հետաքրքիր փուլ ենք մտնում մենք հիմա։ Սա երկու պատճառ ունի։ Թրամփը հեռանում է անից, Նետանյահուից եւ մոտեցել է Էրդողանին։ Նետանյահուն սպառնում է Էրդողանին։ Էրդողան հիմա ունի երկու թշնամի արդեն, Նետանյահու եւ Պուտին։ Պուտինը հիմա որ ադրբեջանցիներին պարադին բան է տալիս, քայլել է տալիս, դա չի նշանակում, որ ամեն ինչը տենց վերջացավ։ Տեսա, ես զգում եմ, չէ, արցախցիներն ինքը ոնց է ակտիվացնում։ Դուք տեսեք, այս մայիսի 9-ից հետո ինչ է լինելու։ Ինչ է կարծում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ամենամեծ զենքերը որն ալնելու, որ շուտով հենց Ռուսաստանն էլ Նետանյանը սկսել են օգտագործել երկուսի դեմ, դրանով խեղդելով Թրամփին։ Ճիշտ է։ Այն զենքը, ինչից Նիկոլ Փաշինյանը ուզում է ապահովագրի Թուրքիային եւ Ադրբեջանին։ Հայկական հարցից Ադրբեջանի պարագայում Արցախ, Թուրքիայի պարագայում Արևմտյան Հայաստան, ցեղասպանություն։ Հետաքրքիր է, չէ՞։ Պուտինը կանչել ադրբեջանցիների հետ քայլեն Նիկոլին նվաստացնելու համար։ Մի կողմից արցախցիներին ասում է արագ խոսացեք այդտեղ նոր նախագահ ընտրեք, իսկ դիմեք որ հետ գնաք, բան, բայց ինքը բերել է ադրբեջանցիներին իրաց մոտ քայլել է տալիս։ Հիմա Թրամփը որպեսի իրականացած, սենց իրականացած չասեմ, չիրականացած երազանքներ իրականացնի Ուկրաինայի հարցով լրիվ կոնտակտի մեջ է, full կոնտակտի մեջ է մտել Էրդողանի հետ, որով առաջացել է Նետանյահուի բարկությունը։ Հիշեցնեմ, որ ձեզ որ Էրդողանը չթողեց, որ Նետանյահուն գա 5 օրով, այս քանի օրը աչքել է սթրիչկը Բաքու։ Իր ինչին է պետք այլևս Նետանյահուն Էրդողանի, երբ որ ինքը արդեն ունի գրպանում համարյա թե Թրամփ, որովհետև Թրամփի հույսը հենց Էրդողանն է, որի ձեռքով ինքը պետք է լուծի վերջո ուկրաինական խնդիրը եւ ունենա տարածքաշրջանում իր տղեն, իր ներկայացուցիչը։ Պատկերացնում է Թրամփը արդեն իր ներկայացուցիչ որպես Էրդողանին։ Թքած ունենա ամեն ինչի վրա, ինչ է եղել, ինչ չի եղել, էլի Թրամփը թքած ունենա։ Բայց հիմա տեսեք նույն Պուտինը եւ նույն Նետանյահուն ոնց են անդադ հիշացնելու։ Ես իմիջիայլոց ասում եմ, մեկ Արցախ, մեկը Արևմտյան Հայաստան եւ ցեղասպանություն։ Սա ինչ համար եմ ասում։ Ցանկացած պարագայում, երբ որ դու քո հարցերի տերը չես, նույնիսկ եթե դու լռում ես, դու քո հարցերը չես խոսում, քո տեղը միշտ լինելու են մարդիկ, որ քո հանգամանքը օգտագործելու են իրենց քաղաքական նպատակների համար։ Այսինքն մեր քաղաքական բոլոր հաղթաթղթերը միշտ ծառայել է բոլոր երկրներին բացի մեզանից։ Բոլոր երկրներն անցից օգտվել են բացի մեզանից։ Իսկ ինչ է ուզում անի Փաշինյան Նիկոլը, ուզում է այդ երկրներին զրկի Թուրքիային եւ Ադրբեջանի նկատմամբ որևէ ճնշում գործադրելու գործիքից։ Իրաց թվում է, որ ինքը չխոսեց Արցախի ցեղասպանության մասին, հայաթափման մասին, ոչ մեկ չի խոսալու։ Որ ինքը ուրացավ, ասեց, մենք չենք խոսում այդ ցեղասպանության մասին, Արցախը բանա, աշխարհը չի խոսալու։ Եղած առիթի ժամանակ, Էրդողանի ճակատին չի տալու։ Մեծ փոփոխություններ է սպասում։ Հետն էլ ասեմ, որ բան արդեն պատերազմը սկսեց Հնդկաստան եւ Պակիստան, այնտեղ էլ արդեն
իրար կողք կռվելու են նաև Իսրայելն ու Թուրքիան, բնականաբար արդեն գիտեք, Թուրքիան բանի Պակիստանի կողմից, Իսրայելը Հնդկաստանի կողմից։ Ես կասկած չունեմ որ Իրանը կօգնի Հնդկաստանին, մի խոսքով հետաքրքիր բաներ է սպասում, շուրներս ինչ ասես կատարվում է ու մեր հանրապետությունից ձայն չկա, ձույն չկա, ձույն նման լրիվ լրությունը, լրիվ։ Հիմա տեսնենք այս ճիվաղը որ գնաց Մոսկվա, ոնց է կրանալու գլուխ տա այն մարդկանց նկատմամբ, ովքեր իր 10-19 տարեկան երեխեքին սպանելուց հետո դիակներն էին պրծում, սպասում են գերին։ Սա մի փոքրիկ դրվագ Ամերիկայի մեծ նայմից, որ ասեմ շիզոֆրենիկ դու հասել։ Այս ամուսիններ են հավաքի ժամանակ հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ հարցեր են տվել։ Հարցերից նեղված սենատորները խնդրել են ամուսինների դուրս հանել։ Հիմա ոստիկանները եկել են, որ ամուսնուն բռնի տալան, հիմա կնոջն ուզում տանեն, դալիճը եկել են հանդիպման հանրապետական սենատորների, բայց դալիճը չի ընդունում, գոռում է, ասում է թողեք խոսի կնոջը, մի տարեք։ Այս նկարը տեսա, այս կարճտեսանյութը տեսա, ես մտածեցի ինչ հետաքրքիր բան կլինի, եթե Հայաստանում մի օր մարդը պաշտպանված լիներ անկախ նրանից ինքը ինչ կարծիքի է, ինչ է պաշտպանում, հա, տեսեք, բոլորն եկել են հանրապետականների հավաքին, այս կինը քննադատում է, հարցեր է տալի, երևի ոչ հարմար, բոլորը պատկերացնում եք եկել են հավաքին, ընդհանրաբար հանրապետականների աջակիցներ են, չէ՞։ Բայց այս կնոջն են պաշտպանում, ասում են թողեք թող խոսա։ Խոսքի ազատության երկիր է, դու ո՞նց կարող ես մեկի բերանը փակել, ասես դու մի խոսա։ Դրա համար ես հավատում եմ, որ այստեղ ինչ-որ մի բան կարող է լավ լինի։ Միչև մենք մեր երկրում չհասկանանք ման, որ մարդու ամենամեծ, ասենց ասեմ, պատիվը ազատ մարդ լինելն է, մեծ կոչումը ազատ մարդ լինելն է, եւ ամեն մարդ իր ազատության իրավունքներն ունի։ Ու դա պետք է պաշտպանված լինի, ոչ թե միայն օրենքով, ոստիկանի բան, չէ, հենց այդ մարդկանց կողմից իր շուրջը գտնվող, որտեղ մնացածը հետևանքներ են։ Այս ոստիկանները պատտվեցին գնացին։ Իրանք հասկացան, որ ժողովուրդը չի ընդունում իրանց արածը։ Ապուշիվան եկել է տանելու, բայց որտեղ ժողովուրդը իրանց վրա գոռում, ասում է թող սա, պատտվում գնում են։ Հասկանում եք, մարդու իրավունքները առաջին հերթին պետք է պաշտպանված լինի հենց շրջապատի մարդկանց կողմից։ Որտեղ օրենք, գիտեք, օրենքը ընդհանրապես թղթի վրա գրված բառեր է։ Դա իրականացնողը մարդն է։ Իրավունքն էլ թղթի վրա գրված բառեր են, դրանք իրականացնողը մարդն է։ Ընդ որում հասարակ մարդը։ Որտեղ ինչ շատ ժամանակ ասում են, բա մենք ինչ կարանք անենք, մենք ոչ մի բան չենք կարող անենք, մենք այդտեղ չենք, չէ, ժողովուրդ չէ, բա ո՞վ պետք է անի, մենք ենք անողը։ Այդ անողը մենք ենք, իրանք մեր ռեակցիային հետևելով են այս ամեն ինչ անում։ Եթե զգացին ռեակցիան ինքը չի ընդունելու նորմալ, ինքը հակառակ էֆեկտն է ունենալու, իրանք չեն անի։ Մեկ կանեն երկրորդ անգամ թարսապտակ կստանան, հասկանում եք։ Ոչ մի իշխանություն, իհարկե Ստալինյան իշխանությունից բացի, բայց այն էլ իր աջակիցներն ուներ, չէ՞ միլիոնավորներ, չէ՞ որ մենակ էր։ Ինքը չի կարա մեծ ամասնության դեմ մշտական կռիվ տալ։ Անպայման ցանկացած բռնակալական նույնիսկ բանին պետք է աջակիցներ, որ իր գործողությունները արդարացնեն։ Հիմա այն երկու երեխու 34-ամյա կնոջը որ տարել են։ Եթե մենք մի քիչ բան ունենանք, բարոյական հասարակություն ունենանք, վաղ ինչքան իրավապաշտպան եւ իրավաբան կա, պետք է գտնեն այս կնոջը եւ իրավական աջակցություն ցույց տան, գնան խայտարակեն այդ քնիշներին, սարքեն մամուլ ասուլիսը, ասեն դուք անասուն, չէ կարա, այս ինչ եք վերածում այս երկիրը։ Ով ասես, որ էսի ձեր հոր դուքյանն է, կներեք, որ ես որբոքում եմ։ Հասկանում եք, որովհետև եթե դա չեն անում իրավաբաններն ու իրավապաշտպանները, իրանք թողում են, որ վաղը սա իրականացվի իրենց նկատմամբ, ոնց որ Արտուշ Գաբրելյանի նկատմամբ է իրականացվում հիմա։
Հասկանում եք, պետք է հասկանանք, որ այսօր պաշտպանելով մեկին, մենք պաշտպանում ենք մեզ, մեր ապագան։ Այդ կինը ընդամենը էսպայի տուժորն է, բայց պաշտպանելով իրեն, պաշտպանում ենք մենք։ Երբ որ մենք հասարակությունով գանք այդ գիտակցության, այն ժամանակ այն ասած արվեստագետներն կսկսեն խոսալ։ Կասեն մի վարքան, բայց հիմա որ լռում են, վաղը իմ համար ով է խոսալու։ Ոչ մեկ հարգելիներս, որովհետև դուք չխոսացիք ձեր ժամանակ։ Դուք չարժանացաք, որ ձեր համար խոսեն։ Ես սրա համար ցույց տվեցի այս տեսանկյունից ճիշտ ասած։ Լավ, ես մենք չեմ անդրադառնում, սրան գնանք այս մյուսին։ Արդեն ոչ բանալ հայտարարել է պատերազմ արդեն։ Հնդկաստանը Իրան բանը Պակիստանին է խփում, Պակիստանն Հնդկաստանին արդեն փողադարձ խփում։ Ու սա այդ չէ, լավ չի։ Մեր համար մասնավորապես։ Եվ այսպես։ Դա Երևանն է։ Ana молодой шел. Այս կանալիզացիան է, sense դուս գալի գիտեն Ժորժ ջան։ Թե որ ասում են բանը հելավ ջրերես, այս է։ Այս հելելա ջրերես, նայ։ Տեսել եք, դες բան տեսել եք։ Փոխանակես լուկերը ջուրը քաշեն, ջուրն է լուկերից դուս գալու։ Գիտեք ինչի։ Որտեղ գնալու տեղ չունի։ Այդ ջրատարները չեն մաքրվել։ Տարիներ, 7 տարի չի մաքրվել։ Չի մաքրվել։ Դրա համար էլ հիշում եք Ալավերդում անցած տարվա ջրերը։ Ես ասում եի, չէ, սա հետևանքն է։ Հես Հայաստանում է լինելու։ Արայության դաշտում է լինելու, որովհետև եթե ինքը չի մաքրվում երկար ժամանակ մի բան, ինքը խցանվում է։ Մարդու երակներն է նույնիսկ խցանվում են պարագայում, երբ ընդամենը աջուն է պատտվում մեջով, հասկանում եք։ Էլ ուր թե մնաց այս ջրատարերը։ Հիմա ինչ է կարծում, այսօր այս ջրերից քանի մարդ ուզած կլինի։ Քանի մարդ ուզած կլինի, լստեղ նայեք։ Ավտոբուսի մեջ է։ Սա տրոլեյբուս է, սա ավտոբուս, սա թուղթուգիր է, սա գետնանցում, սա ստորացված փողով քո ընկերն է, նա էլ իրակ յորա չի վխտում։ Հենց փոսել է նայ։ Փոսը նայ, փոսը։ Մոքոնիկ։ Դա դավտաշենն է։ Սա նույնիսկ ծայրամաս չի, սա նույնիսկ գյուղ չի։ Նույնիսկ գյուղում էլ իրավունք չուներ լինելու։ Սեք ինչա պատմիկ է։ Մի 10-12 օր ինքը սենց քերած է։ Քերացել որ իբր ասfaltան։ Ասում է երևի այսօր շաբաթ է, Կիրակի է, կասեն շաբաթ Կիրակին կանեն։ Երկու շաբաթ։ Բայց այս ընթացքում են չի որ ամեն օր անձրև ա եղել, մի քանի օր։ Չէ, այսօրվանն է եղել, այն անձրևները անձրև չէ, այսին տարել է։ Ասել կուրսը մնա, բայ Ֆոտովենցի փողոցի վերևի հատվածը։ Ստնեք։ Ստանդել է մաշինա, հա։ Խփել ապակով բանով կանգնել էլի։ Նստած է Մեկ է խփում ջարդում մնում են փոսերի մեջ։ Հիմա ես վերջիններն ենք։ Վերջիններն ենք։ Որ նշեցիք, եթե կոմիտ տեսիք չէ։ Հիմա ինչ է կարծում։ Այս ընկերներից որ այսօր մեքենաներ են ջարդել, տնացել են, փչացել են, գույք են փչացել, չգիտեմ, խանութներում այդ ջուրը լցվել, գետնանցումներում լցվել։ Հազար մի բան է եղել այսօր։ Այդ ուժասների մեջ կլինեն մարդիկ, որոնք ընտրել են այս կառավարությանը, Փաշինյան Նիկոլ են ընտրել, քաղաքապետ են ընտրել, Ադամ Սարգսյանն ձեն տվել կամ Տիգրան Ավենյան կլինեն։ Իհարկե կլինեն։
Կլինեն, չէ։ Ամեն անգամ ես ընտրությունների հետևանքների մասին խոսալուց միշտ ասում եմ տարբեր ձևերով, որ եթե դուք նպաստում եք հասարակության հիվանդացմանը, անտարբերությամբ կլինի կամ ուժի միջամտությամբ, հնարավոր չի, որ հիվանդ տարածքում մեկը լինի առողջ։ Այսինքն եթե համակարգը ինքը մեռնում է, հնարավոր չէ մեռնող համակարգի մեջ մի հատ առողջ բան լինի։ Ու այս վատ հետևանքները կառավարման, ես զուտ կառավարման առումով եմ ասում, ես ճաշակի, կուսակցական, քաղաքական ուղղվածության մասին հələ բան չեմ ասում, զուտ կառավարական, հա։ Այս հետևանքները մտնելու է ամեն մեկի տուն, հնարավոր չի, այսինքն այսօր Երևանում ինչքան ապրող կա, ինքը անպայման դուրս է եկել տնից, մեկը գնացել հետ է եկել, մեկը գնացել մնացել անդե, մեկն էլ ջարդված է հետ եկել, չէ՞։ Ու սենց ամեն օր է խնդիրները, մեկը ջրի խնդիր ունի, մեկը բոլոր օդի արտադրության խնդիր ունի, մեկը տեղաշարժվելու խնդիր ունի, տրանսպորտի խնդիր ունի, ես ջրալ հեռացումների խնդիր ունի, այսինքն ամբողջ խնդիրները գիտեք ինչի, որտեղ ոչ մի խնդիր չի լուծվում։ Այդ գումարները, որոնք հատկացված է խնդիրները լուծելու համար, դրանք ծախսվում է իրենց անձնական նպատակների համար։ Հայաստանում չկա մի օրգա, որ մեկի ձեռը բռնի, ասի դու ես ինչ ես անում։ Ու այս ամեն ինչի հետ միասին ենք ասում են 3 տարվա մեջ անել ենք ավելի շատ գործ, քան անցած 10 տարվա մեջ մնացած կառավարությունները։ Անպատասխան, անպատասխանատու, անհետևանք հայտարարություններ անում։ Ժողովուրդը սանում ոչ մեկ մեղավոր չի բազի մեզնից։ Երբ որ դիմացինս ես տեսնում եմ լկստվում ես, հասկանում եմ բան, հələ դեռ ետասար։ Սա մեղավորը ես եմ։ Նշանակում է ինքը մտածել է, որ կարելի է իմ նկատմամբ իրան պես պահել։ Որովհետև չէ, որ ինքը ուրիշի նկատմամբ իրան պես չի պահում։ Նշանակում է ես ինչ որ միտեղ թողել եմ ինքը հանգիստ մտածի, որ կարա այդ պահին ինչ որ մի պահի իրան սանձարձակ պահի։ Իջանակ շատ արագ ուղղել եմ սխալները։ Հիմա հաշվի առնելով ամբողջ պատմական փորձ, ես ասում եմ, երբ դու զգում ես դիմացդ լկտի անումը մեկը չափեն անցնում է, նշանակում է դու դրա իրավունքը իմանալով, չիմանալով, գուցե չափազանց ներողամտությամբ առիթը տվել ես։ Եթե դու այդ պահին սխալը չուղեցիր, հասկանալով հանդես, որ դա քո մեղավորությունն է, դու լավ չես նայել, չափազանց ներողամիտ ես կարող ա եղել, բանի տեղ չես դրել, մտածել ես դե լավ հիմա մարդ է։ Բոլորն էլ մարդ են։ Բայց երբ որ դու թողում ես այդ սահմանացումը, այդ խելոքությունը, համեստությունը անցնում է որպես ապուշություն, ներշություն, անճարություն, ինչ ասես ասես, ինչ ասես կարելի է ասել։ Մարդուն միանգամից պետք է զգացմունքները հետ բերել, ասում է привести чувства, հա, վերակենդանացնել մի հատ հայերենում խոսքը, հայերական ապտակ, որ ասած աշկերի դեմ ասած կայծ կալտա, բայց խելքի գա տեսնի ինչ անում։ Հիմա այս սխալների ուղում էս իշխանությունների նկատմամբ պետք է երևա ամեն օրվա ապրող ռեժիմի ընթացքում բոլոր ձևերով շփումների մեջ, հայտարարությունների մեջ, գրառումների մեջ, բարևի, չբարևի, ձեռը սեղմել, չսեղմելու բոլոր հնարավոր ձևերով սրանք այդ ապտակները պետք է ստանան, քանի չեն ստացել։ Իրենք ավելի են այլասերվել։ Այդ ընթացքում իհարկե կլինեն սրանց աջակիցների նման ողորմելի լինել, ոնց որ ասենք այդ բանը Ժիրայրնա Ոսկանյան, բայց ծեծել էին, ինչի չեք, բա ինչի պետք է անել, որ ամբողջ համակարգը այլասերված, կոռումպացված է, քեզ ծեծելու համար մեկը պետք է գնա նստի։ Ով ծեծել է, եթե անտեր է եղել, փողը տվել է, այսօր կանայելի գա ծեծի։ Ժիրայր Ոսկանյան, ու նայեցած բոլոր Ժիրայր Ոսկանյանների հետ։ Դուք ինչ եք մտածում եք, եթե դուք ծառայել եք Նիկոլ Փաշինյանին, ծառայում եք, նշանակում է դուք պաշտպանված եք եւ ձեզ այս համակարգի հետևանքները չի հասնելու, հա, ջրհեղեղը ձեր տուն չի լցվելու, կամ դուք այդ ջրհեղեղի մեջով ձեր մեքենան ցենց Սուզանավի նման պետք է մտնի գնա, ինչա դուք Փաշինյան Նիկոլի քալորբանն եք, սազանդարներն եք, չէ։ Չէ ու նորից չէ, նույնիսկ եմ ասում, համակարգի մեջ ապրում են բոլորը։ Եվ այս կամ այն կերպ իրանք ստանալու են այդ համակարգի հետևանքները։ Մեկը թեթև կարա բրցնի այդ հետևանքներից, մեկը ծանր կբրցնի։ Մեկին կարող է չկպնի, մեկին նես կարող է կպնի, որ քարը քարին չմնա։ Ու դա ընդհանրապես կապ չունի ինքը ինչքան է ծառայել այդ իշխանություններին։
որովհետև ջուրը, քամին, անձրևը, կարկուտը, փոթորիկը, պատերազմը ոչ մի բան չի հարցնում։ Կուսակցական պատկանելություն չի հարցնում։ Հիմա այն օպել քշող տղեն ինքը կարող ամբողջ կյանքը, չգիտեմ, ինքը մոմ ա վառել իրանց տանը, Նիկոլ Փաշինյանի նկարներն ընդ դրած։ Բայց այդ աշխատանքի հետևանքում եկավ այդ միակ ավտոյով ընկամանեց փոս, որ այդ փոսից չի կարողանում սեփական ավտոյը դուրս գալ։ Բնականաբար ինքը միակը չի, ուղղակի այդ մեկին են նկարել։ Եթե նեղ փողոցի վրա ամբողջը քանդած այն էլ անձև եկել ջրով ծածկվել է, պատկերացնում եք օրական քանի մեքենա այդտեղ ընկել։ Այսօր ես տեսա հաղթական կամուրջն է ջրի մեջ, դա ընդհանրապես պատկերացնելու բան չի, պատկերացնում եք կամուրջը օդի մեջ է։ Իրան ջրատարել պետք չի, անցկել լինել ինքը կթափել ներքև։ Հատուկ ինչ որ կանալիզացիաներ սարքել, մոստի համար, կամուրջի համար, պետք չի, անցկել ներքև գնալ ներքև։ Իսկ նույնիսկ կամուրջն էր դարձել լիճ։ Այդ աստիճան ամեն ինչ խցանված է։ Այսինքն նշանակում է նորքը բարձունքի վրա գտնվող նորքը, բան երրորդ մաս չի, որ ջուրը գա գնալու տեղ չունենա։ Բարձունքի վրա գտնվող նորքն էր դառել լիճ, որը ոնց մտածում ես ֆիզիկայի օրենքներին հակասում է, բայց սրանց պարագայում, սրանց ներկայացում ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է, որովհետև անտերության է մատնված։ Ու թալանում են բոլորը, սարքողը, չսարքողը, հետևողը, տուգանողը, վերահսկողը, բոլորը։ Բայց անենց բան ա տված, Նիկոլն ասել է, կերեք ինչքան ուզում եք, մենակ անենց արեք, ես մնամ իշխանության, որ դուք հավերժ եք, սրանք չհասկացան մի բան։ Որ սրա վերջը բանը կոլապսն է։ Կոլապս։ Այն ինչ որ բանում է։ Հեսա պատկերացնում եք ընդամենը անձրև է եկել, բա որ հանկարծ վաղը պատերազմ լինի։ Բա որ հանկարծ վաղը լուրջ աղետ լինի, երկրաշարժ կամ չգիտեմ, ցունամի լինի։ Հասկան, շարժվելու տեղ չկա, այսինքն երկիրը ոչ մի բանի պատրաստ չի, ոչ մի բանը չի աշխատում, ժողովուրդ, սա վտանգավոր է։ Վտանգավոր, պատկերացնում եք դուք նստել եք ինքնաթիռ թռնում եք մենք բոլորս, ու այդ ինքնաթիռի վրա ոչ մի բան չի աշխատում, օդաչուներ օդաչու չի։ Ասում են նախկիններն են մեղավոր, որ այս օդանավը չի թռնում, բայց մենք օդում ենք արդեն։ Այս վիճակն է։ Ուրեմն եմ ասում, միակ պատասխանատուն սա մենք ենք։ Եթե մենք իրանց sense թափթափակով զգացմունքների չենք բերում, չենք սթափացնում, նշանակում է պետք է վայելենք բոլոր երևանքները։ Ցավոք։